Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը 2 ամսով կալանավորվեց։ Դատարանի որոշմանը փաստաբանները կանդրադառնան այն ստանալուց հետո։ Մինչ այդ նրանք դարձյալ պնդեցին մեղադրանքն անհիմն է։ Նաև հաստատեց ձերբակալման իրավաչափությունը, այն դեպքում, որ ձերբակալման իրավաչափության մասով դատանում մի բառ քննարկում չի եղել, ոչ դատավորն է հարցել, ոչ կողմերն են կարծիք հայտնել, այսինքն կարծեք թե որոշումը գրված պատրաստ վիճակում լիներ, պետք էր ստանդարտ ձևակերպումներ տալ, ձևական կողմը ապահովել, որովհետև եթե դատանը պետք է օրենքով պարտադիր անդրադառնա ձերբակալում իրավաչափեր թե չէ, ինքը մի հարց չի տվել, կալանքի մասով մի հարց չի տվել, այսինքն մի հանգամանք չհետաքրքրեց դատավորին, որ օրինակ հարցներ ասել, որ իրեն հետաքրքրում է որպես դատորես հանգամանքի մասին կողմերը ինչ կասեն, քննիչ ինչ կասի, փաստաբանները ինչ կասեն, այսինքն սպասում էր process-ը երբ կավարտվի եւ այդ որոշումը որ կայացնի, իսկ մեր համար սա անակնկալ չէր, սա այն պայս սկսած, երբ որ այս ապօրինությունները սկսել են, մենք հաստատել էինք, որ այս գործողություն լինելու է, որովհետեւ սա ուղիղ հանձնարարական է։ Խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագրի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավոր քննադատներից Գագիկ Ծառուկյանը ձերբակալվեց 3 իր առանձնատանը մոտ 12 ժամ տևած խուզարկությունից հետո։ Ազգային անվտանգության դիմակավորված աշխատակիցները Ծառուկյանին տարան նախ քննչական կոմիտե, այստեղ նրան մեղադրանք առաջադրվեց խարդախություն կատարելու եւ փողերի լվացման հոդվածներով։ Հետո ձեռնաշխտաներով տեղափոխեցին դատարան։